Ես 90 տարի 87 տարեկան դռներն եմ ապրում։ Տեղ չունեմ ոչ մի տեղ։ Ո՞վ է քանդել։ Հովանեսյան Էջիկը քանդել է Ավիվյանի միջոցով քաղաքապետի։ Հիմա չգիտեմ ես ուր գնամ, ինչ անեմ, որտե մնամ աղջիկս։ Ձեր տունն են քանդել, այսինքն ո՞նց քանդել։ Աղջիկիս 2 տները, 3 տուն, 4 հատ էլ Արևանի տուն։ Քանդել եմ ոչ մի բան չեն տվել։ Ու ես Որտեղ եք գնում։ Տունը որտեղ է որ քանդել են։ Որտեղ են քանդել։ Բանի 15 կվարտալի են բենզակալոնք են որ նոր էին դրել, հենց այդտեղի առաջի տունը մերն է եղել։ Ու քանդել են 1000 մետր հողամաս, 70 ծառներ, տեղաշոր բան, սաղ տվե տրակտորի տակ գնացել է։ Այսպես դռները մնում եմ, չգիտեմ ինչ անեմ։ Որտեղ գնամ, ասա աղջիկս, մի աղջիկա զորով ուղարկել եմ Գերմանիա, այսպես մնացել ենք 10 տարի ես եմ ընդեղ եղել, բայց եկել եմ հիվանդություն ստացել եմ հիմա։ Հաստաղիքի օպերացիան արի, ռակ են ասել։ Հիմա ասենց ման եմ գալիս, զորով ման եմ գալի աղջիկ ջան, չգիտեմ ինչ անեմ, Արոյանի հետ ոնց խոսամ։ Ինչքան բողոքել եմ, ասում տեղ չունեմ։ Փաշինյանը անուն ազգանունս հարցրել է, որ ինչ պետք է անի, ոչ մի բան չեն արել, ասենց մնացել ենք։ Օդի մեջ երեխեքս դուսը, չգիտեմ, 44 տարեկան աղջիկ աշխատում է, որ ինձ պահի գոյն է։ Էն էլ չի կարողանում, արելա դառնա չու։ Այսինքն ձեր տունը քանդել են, բայց ոչ մի փոխհատուցում չեն տվել։ Ոչ փողի հատուցում են տվել, ոչ էլ տուն են տվել բալիս։ Ոչ մի կոպեկ։ Աղջիկս գնացել ասել $100 տուր գույնե վարձի տանք էլի։ 100 էլ ես տնեմ վարձի տան։ Ասել չէ, ես էլ եմ սնկացել չունեմ։ Բայց դա պատասխանը Հովանեսյան Էջիկը։ Բայց դա պատասխանը բալիս։ Ո՞վ է Հովանեսյան Էջիկը։ Ինչ որ Գիրովաբացի է, բայց իր հերը ժամանակին եղել է շինարար։ Մահացել է մի 30 տարի, ես դա 30 տարի չեմ տեսել ոչ մեկին։ Ու բանա հիմա տղեն է եկել ընկել մեյդան, փողերը բաժանելով, վարգերը վերցնելով, բաժանելով։ Այսինքն ձեր տունը բնակարանը քանդել են, տեղ ինչ որ նորակառույց են կառուցել։ Նորակառույց կառուցել արդեն 11 հարկը գծել է, մի շենքն է գծում։ Ու առանց ամանչելու ասում ես 4 հատ եմ ուզել 2 հատ են տվել։ Չգիտեմ հիմա ինչ անեմ, գնում եմ կանչեցի, ասեցի Հովանեսյանին չես մտածում, տեղ դուր ապրենք, հո ես դռները չեմ մնալու։ Ասավ հա առավոտ կգաս, մի պատասխան կտամ։ Առավոտը գնացի, դուրը փակեց, չել բացեց։ Այդ բանի ընդհանուր աշխատանքի տեղը փակեց, էլ չտվեց։ Հիմա իմ հայաթը մնում է բալաջան։ Հլա հայաթից մեջը ոչ մի բան չի արել։ Բայց քանդել է, լրիվ քանդել է։ 4 սենակը մեկա քանդե, 5 սենակը մեկա քանդե, բա դու այդքանը քանդել ես, որ ինչ չտեղավորես։ Բայ մեր երեխեքը մեղքը չեն մնան դուսը։ Այսինքն դուք նույնիսկ գումար չեք ստացել այդտեղ։ Ոչ մի բան, բալես, ոչ մի բան։ Մի 10 գրոշ էլ չեմ ստացել դրանից, ոչ մի բան չի տվել։ Ոչ էլ տեղավորում է, որ ասեմ տեղավորը ջանդամին ապրենք էլի։ Գոնե գլուխս դնեմ բարձին քնեմ անկիստ։ Չի անում, ոչ մի բան չի արել։ Հիմա ես ինքս չգիտեմ թե ինչ անեմ։ Տղես վայենի զինվորական ա եղել նրան հլա Սերժի Արևը ապրիմ օգնեց իրանը մի 15 տարի առաջ տուն ա տվել ապրում ա։ Երեխեն սպորտսմեն 7 աշխարհի։ Ոբշե ինքը ապրում ա իր որ գնում եմ հարսուքից մռութ անում չի թողում տուն մտնում։ Հացն են դնում են դեպս չեմ կարում ուտեմ։ Ես ես մնացել եմ, ասում եմ այդ մի աղջիկս ընդեղ Գերմանիայից մամ ջան նոր ենք ուղարկել էլի, որ շուտ ուղարկածել ենք, փող ուղարկել ինձ էլ կտաներ, չէր թող ես մնայի։ Հիմա ես չգիտեմ ինչ դրության եմ, այսպես քաշ եմ գալի։ Տունը Երևանի մասին 2 հատ ծանոթ աղջիկ կային, բայց հիվանդ են, հոգեկան հիվանդ են։ Արի մնա մեր տունը, 3 ամիս մնացել եմ դրանց տունը աղջիկ ջան, թախտաբիթի ոչ չիլ կեղծի մեջ կորած ես չեմ կարատենց։ Դուս եկա, չգիտե ինչ անեի, դուս չեկա, տղես եկավ զորով տարամա արի տանեմ, ասի Գագիկ ջան, որ գամ կնիկը չի պահում, ինչ անեմ, չի ուզում տենայիմ երեսը,
Գնացի դենամ կնիկը քիթը մրթով, անպատվում ինչ քավտարչուն բերաներից, ու ես ինչ անեցի, ասում եմ, ինչ պատասխանեմ, մեղք եմ, ուր էդ համբա, էտեց բան եմ արել, դուս եմ եկել, ես քանորա դուս եմ եկել, էլի բալես, չգիտեմ, փողոցներն եմ անգալիս, որ մտա, ճիշտ ասած մոտս փողել չկար, են որ ասում եմ, որ ասկանադար է դե ես եմ, ինքս լավ աշխատող եմ եղել, դպրոցում եմ աշխատել, շեֆ-օվր եմ եղել, ամեն ինչով, բայց այսօրվան օրը դառել եմ փալաս արդեն։ Էլ չգիտեմ ինչ անեմ, վալա ջան, ոնց վերաբերեմ ասա։